Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան, YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր մարտի 23-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը։ Այսօր մենք ձեզ հետ կխոսենք մենակ մեկ թեմայի շուրջ։ Ուրեմն Լիտվայում գործող մի ընկերություն, որի անունն է Technology Company Repsons, շատ լուրջ ուսումնասիրություն կատարեց Հայաստանի հետ կապված, Հայաստանի ԶԼՄ-ների հետ կապված։ Այդ ընկերությունը շատ ճանաչված է, իրենք անցկացրել են ուսումնասիրություն, ինչ մթնոլորտ է տիրում Մոլդովայի ԶԼՄ-ների ներսում, ու իրենց ուսումնասիրությունները շատ adekvat էին այն զարգացումներին, որոնք մենք տեսանք Մոլդովայում։ Ինչ դեր էին խաղում ԶԼՄ-ները Մոլդովայի այն զարգացումների վրա, ինչ դեր էին խաղում Ռուսաստանում ապրող Մոլդովայի սփյուռքը, հայրենակիցները մոլդովացիք այդ process-ների վրա։ Այս ընկերությունը Technology Company Repsons այդ ուսումնասիրությունները կատարել է Մոլդովայում ու բավական մեծ ու դրական փորձ ունի, շատ adekvat ուսումնասիրություն։ Ու այդ ընկերությունը ուսումնասիրեց նաև սկսեց ուսումնասիրել իրավիճակը Հայաստանի ԶԼՄ-ների շրջանակներում։ Այդ ուսումնասիրությունը ոչ մի կապ չունի տարբեր քաղաքական ուժերի վարկանիշների հետ, ռեյտինգների հետ։ Ինքը ուսումնասիրում է մթնոլորտը ԶԼՄ-ներում, ինչ գլխավոր նարատիվներ կան ԶԼՄ-ներում կապված պարզ է Հայաստանի գալիք ընտրությունների հետ։ Նախընտրական արշավը ռեալ սկսվեց, ու այդ ուսումնասիրությունները շատ տեղին են, որ մենք հասկանանք ինչ է կատարվում մեր ԶԼՄ-ների ներսում։ Մեր ԶԼՄ-ները գլխավոր այն ցավերը, պրոբլեմաները, որոնք կան հասարակության մեջ, արտահայտում են թե ոչ։ Քանի որ մեր այս ԶԼՄ-ների դաշտում շատ մեծ դեր խաղում են պրոռուսական ուժերը, պրոռուսական ուժերի հետ կապված ԶԼՄ-ները, սոցցանցերը, ու այդ ուսումնասիրությունները ցույց են տալիս այդ մեծ ազդեցությունը։ Բայց այն օրակարգերը, որոնք պատտվում են մեր ԶԼՄ-ների ներսում, հաճախ չեն համապատասխանում մեր հասարակության տրամադրությունների, հենց դրա մասին կասենք։ Ուրեմն դա շատ կարևոր ուսումնասիրություն էր Technology Company Repsons-ի կողմից, մենք իրենց գործընկերներն ենք, նաև ես, նաև իմ կողմից գլխավորած գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, մենք իրենց գործընկերներն ենք Հայաստանում, ու այդ իրենց աշխատանքը ես հիմա ձեզ ներկայացնում եմ, քանի որ անչափ կարևոր է մեզ համար։ Անչափ կարևոր է հասկանալ ինչ է կատարվում մեր ԶԼՄ-ների ներսում։ Նաև այս ծրագրի շրջանակներում ուսումնասիրվեց մեր ռուսալեզու սոցցանցերում կապված մեր հայրենակիցների հետ ապրող Ռուսաստանում, մեր սփյուռքի հետ ապրող Ռուսաստանում, ինչ տրամադրություններ են, ու շատ հետաքրքիր բաներ դա ցույց տվեց, ոնց են այնտեղ այդ ինֆորմացիոն դաշտը ոնց է աշխատում, ինչ գլխավոր խնդիրներ իր առջև դնում է, եւ կուսակցությունների տեղը այդ ինֆորմացիոն դաշտում, որ կուսակցությունները այդ ինֆորմացիոն դաշտում ավելի շատ հիշատակվում են։ Այդ ամեն ինչը անչափ կարևոր է, այսօր կքննարկենք նաև այն գլխավոր կարծրատիպերը, նարատիվները, որոնք բերվում են ու կան մեր ինֆորմացիոն դաշտում։ Դա այդ ամեն ինչը կազդի ընտրությունների վրա ու շատ օգտակար է դա ուսումնասիրել։ Հիմա վերլուծությունը արված փետրվարի այս տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 12-ը այդ 6 շաբաթվա ընթացքում այդ վերլուծությունը պատրաստ է անգլերեն լեզվով այդ վերլուծությունը իմ ելույթից հետո այսօր ես կտեղադրեմ
առաջի կոմենտում երբ որ գնան կոմենտներ, առաջի կոմենտում այդ վերլուծությունը։ Հայերեն տարբերակը վաղը ես կտեղադրեմ իմ YouTube-յան ալիքում, կարճ տարբերակը հայերենը վաղը կտեղադրեմ։ Հիմա նայենք ինչ է կատարվում, ինչ մեթոդոլոգիան օգտագործվեց։ Ուրեմն ուսումնասիրությունները կատարվեցին փետրվարի 1-ից մինչև մարտի 12-ը 6 շաբաթվա ընթացքում այդ ուսումնասիրությունները անընդհատ կշարունակվեն մինչև ընտրությունները ու նոր նյութերը, նոր արդյունքները մենք կներկայացնենք։ Երկրորդը, այս նյութերը, որոնք ուսումնասիրվում են, որ ԶԼՄ-ների հետ են կապված, քանի որ Հայաստանում բավական շատ են եւ ԶԼՄ-ները եւ վեբ կայքերը, վեբսայթերը եւ շատ ակտիվ է մեր քաղաքական ուժերը, փորձագետները տարբեր սոցցանցերում, պետք է ասեմ, որ հեռուստալիքները, տոք-շոուները օգտագործվել են, օրինակ առաջին հեռուստալիքի, կենտրոն հեռուստալիքի, 5-րդ հեռուստալիքի մի քանի գլխավոր տոք-շոուները ներկայացված են սոցցանցեր, YouTube, X, Parze Facebook, Telegram, TikTok, այս նյութերը, այս սոցցանցերում, որոնք կապված են մեր նախընտրական process-ների հետ, նաև օգտագործվել են։ Parze այդ մոնիտորինգը, որը արվում է, այդ նյութերը, որ ուսումնասիրվում են, դրանք կապված են ընտրությունների հետ։ Դրա հետ է կապված այդ ուսումնասիրությունը, ինչ մթնոլորտ է մեր ԶԼՄ-ներում կապված ընտրությունների հետ, կապված քաղաքական ուժերի հետ, կապված նախընտրական արշավի հետ։ Ու ես ասեցի, որ ԶԼՄ-ները ներգրաված են այդ process-ի մեջ, դուք գիտեք, մեզ մոտ սոցցանցերում շատ ակտիվությունը մեծ է, ու առաջերտին Facebook-ում եւ YouTube-ում, բայց բոլոր սոցցանցերը ներգրաված են այդ ուսումնասիրության մեջ, գլխավոր հեռուստալիքները, որոնք ունեն տոք-շոուներ կապված քաղաքական տոք-շոուներ կապված ընտրարշավի հետ, նաև ներգրաված են ու Parze վեբ կայքերը, քանի որ մեզ մոտ եւ on-line ռեսուրսներ կան եւ վեբսայթեր կան, որոնք քաղաքական այդ թեմաները ներկայացնում են։ Ուրեմն նյութերը շատ են, նու պատկերացրեք այս ուսումնասիրությունը 6 շաբաթյա այդքան շատ նյութեր իր մեջ պարունակում է, որ դա հասավ մոտավորապես 477,000-ի 477 նյութ ԶԼՄ-ներում եւ սոցցանցերում եղած մտան այս ուսումնասիրության մեջ։ Որ դուք պատկերացնեք ինչքան ուժեղ ու հետաքրքիր արդյունքներ մենք ստացանք, օրինակ շատ ընդունված է վերջի ժամանակներս, գիտեք, եւ YouTube-ում, եւ TikTok-ում այս կարճ տեսախոլովակները ու կարճաձև ու այդ կարճաձև տեսախոլովակները շատ ընդունված են ու ցույց տվեցին, օրինակ մոտավորապես 1000 հատ կարճաձև հեռուստա հոլովակներ եղան այս 6 շաբաթվա ընթացքում ու մոտավորապես 1000-ը 86%-ը քննադատական էին իշխանությունների նկատմամբ։ То есть պարզվում է այս վերլուծությունից, որ ընդդիմադիր ուժերը, նաև այդվում պրոռուսական ընդդիմությունը ակտիվ օգտագործում են այս տեսախոլովակները։ Դա չի նշանակում, որ դա ցույց է տալիս ռեյտինգը այս կամ այն ուժերի, քանի որ դա սոցհարցում չի մարդկանց մեջ, սոցհարցումները ցույց են տալիս օրինակ IRI-ի, դա հանրապետական ինստիտուտի ուսումնասիրությունները բավական լուրջ այդ ինստիտուտը, դուք գիտեք, իրանց ուսումնասիրություններին կարելի է հավատալ, իրանք հակառակ, իրանք ցույց են տալիս, որ հասարակության մեջ ասենք Նիկոլ Փաշինյանը ակնհայտ առաջի տեղում է իր վարկանիշով համեմատ այլ քաղաքական գործիչների, բայց մենք հիմա ուսումնասիրում ենք մթնոլորտը ԶԼՄ-ներում։ Մթնոլորտը մեր ԶԼՄ-ներում կապված օրինակ
կարճ տեսախոլովակներում նաև որ 86%-ը քննադատում են Նիկոլ Փաշինյանին։ Ուրեմն դա ցույց է տալիս, որ մեր ԶԼՄ-ներում մթնոլորտը բավական ոչ adekvat է այն ռեալությունների, որոնք կան հասարակության մեջ, բայց ուսումնասիրել դա անչափ կարևոր է, որ հասկանանք։ Ու դա ինձ համար ես կասեի այդպես անսպասելի չի, քանի որ մենք բոլորս գիտենք, որ մեծահարուստ մարդիկ մտան ընտրարշավ, շատերը պրոռուսական դիրքորոշում ունեն։ Նախկին նախագահները ակտիվ մտան բոլոր 3-ը ընտրարշավ։ Իրանց դիրքորոշումը բոլորս գիտենք, քննադատական Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, իրանք ունեն մեր բավական զգալի մեծ ռեսուրսներ, ունեն իրանց ազդեցության տակ գտնվող ԶԼՄ-ներ, ակտիվ օգտագործում են սոցցանցեր, դա է պատճառը, որ այս ԶԼՄ-ների եւ սոցցանցերի դաշտում մենք կարող ենք տեսնել այս ձևի պատկեր։ Հիմա ես նոր ասեցի, որ այս ընկերությունը գործող Լիտվայում, որի հետ մենք նոր ասեցի համագործակցելով ներկայացնում ենք ձեզ այս շատ լուրջ ուսումնասիրությունը Technology Company Repsens-ը, քանի որ իրանք Մոլդովայում են անցկացրել, իրանք մեզ զգուշացնում են, որ այս տենդենսները, այդ նարատիվները, որոնց մասին մի քիչ ավելի ուշ ես կասեմ, այս նեգատիվ արշավը դեմոկրատիայի դեմ, ժողովրդավարության դեմ, Եվրոպայի դեմ, խաղաղության դեմ, էլ ավելի կուժեղանա, երբ որ 45 օր կմնա մինչև ընտրություններ։ Հայաստանում դա կանգնի ապրիլի վերջի շաբաթը, ապրիլի վերջի շաբաթից իրանք զգուշացնում են ձեզ մոտ այդ ճնշումը ինֆորմացիոն դաշտում ժողովրդավարության դեմ, Եվրոմիության դեմ, Միացյալ Նահանգների դեմ, Արևմուտքի դեմ եւ խաղաղության օրակարգի դեմ էլ ավելի կուժեղանա։ Էդ էլ պետք է ֆիքսենք, որ իրանց փորձը Մոլդովայում դա ցույց տվեց։ Հիմա որն են գլխավոր ԶԼՄ-ներում քննադատությունը մարդկանց որ թեմաների շուրջ մեզ մոտ այս ԶԼՄ-ների դաշտում սոցցանցերում որ թեմաների շուրջ ամենամեծ քննադատությունը իշխանության նկատմամբ Ղարաբաղի հարցի հետ կապված է դա եւ տարածքների հետ կապված է, դելիմիտացիա դեմարկացիայի հետ կապված է եւ անվտանգային հարցերի հետ կապված։ Օրինակ Ղարաբաղի հետ կապված քննադատությունը ԶԼՄ-ներում մոտավորապես 60% է կազմում։ Այս ուսումնասիրված բոլոր ԶԼՄ-ներում քննադատության մեջ, այդ փաթեթի մեջ 60%-ը ընկնում է Ղարաբաղի հարցի վրա։ Մոտավորապես 29%-ը ընկնում է անվտանգային խնդիրների վրա, որ անվտանգությունը վատ վիճակում է, որ ստեղ ինչ-որ դավաճանության տեսություններ նաև կան։ Տնտեսական հարցերի մասին մեր ԶԼՄ-ներում միայն 3.5% ուշադրություն է։ Հիմա երբ որ մենք նայում ենք նույն հանրապետական ինստիտուտի ուսումնասիրությունները, մենք տեսնում ենք այնտեղ, որ հասարակության մեջ տնտեսական, սոցիալական հարցերը շատ ու շատ ավելի մեծ կշիռ ունեն, մոտավորապես 30% մարդկանց հուզում է դա։ Ու դա իմիջիալոց մենք տեսնում ենք հիմա, երբ որ Նիկոլ Փաշինյանը վերջի 2 շաբաթը ակտիվ հանդիպում է քաղաքացիների հետ եւ շրջաններում եւ Երևանում։ Մենք տեսնում ենք այն տրված հարցերի մեջ պարզ է կա Ղարաբաղի հարցը, պարզ է կա անվտանգության հարցը, պարզ է այդ հարցերը կան, բայց ակնհայտ երևում է զգալի մասը հարցերի կապված են բավական բարդ սոցիալական վիճակի հետ, գների հետ, կապված է առողջապահության հարցերի հետ։ Ինչ եմ ուզում ասել, տնտեսական հարցերը, առողջապահության հարցերը նաև հուզում են, բայց նայեք հասարակության մեջ, բայց ԶԼՄ-ների դաշտում այդ հարցերը ընկած են հետ, ավելի շատ շեշտը դրվում է հուզական հարցերի վրա։ Իրոք դա հարցեր են, որոնք մեզ բոլորիս մտահոգում են, մեզ բոլորիս Ղարաբաղի հարցը չի կարող չի մտահոգել, ինչու այդպես եղավ, ինչու այդպես ստացվեց, այլ հարցեր չեն կարող չհուզել մեր հասարակությունը, օրինակ անվտանգային հարցեր, դուք գիտեք, մենք գնում ենք դեպի խաղաղություն, բայց մարդկանց հուզում է, օրինակ
դա կայուն խաղաղություն կլինի, թե ինչ որ բան կարող է փոխվել, դա շատ բնական է, բայց անբնական է, որ ժողովրդի մեջ նաև 30% հետագարկրություն կա եւ հուզող հարցեր են սոցիալական վիճակը, աշխատանք ճարելը, այլ հարցերը, ոչ միայն անվտանգության հարցերը։ Ու ստացվում է, որ այս ընդդիմադիրը ուժերը, որոնք այդ դաշտում ակտիվ են, սոցցանցերում շատ ակտիվ են եւ այլ, օրակարգ այս զլմների մեջ մտցնում են հուզական հարցեր, որոնք հուզում են մարդկանց ու կարող են բացասական ազդել գործող իշխանությունների հեղինակության վրա։ Նաև այս ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մեր ԶԼՄ-ների դաշտում շատ մեծ արձագանք ստացան այս խնդիրները, որոնք կա կառավարության եւ հայ առաքելական եկեղեցու միջև։ Իրոք շատ ու շատ ԶԼՄ-ներում գրեթե բոլորում իմ թվարկած սոցցանցերում, ԶԼՄ-ներում շոշափվում է այդ հարցը, քննարկվում է այդ հարցը եւ բարձր անդիմության կողմից հուզական ասպեկտները այդ հարցի բարձր օգտագործում են իշխանության դեմ ու ստեղ թվերով դա երևում է։ Օրինակ մեր սփյուռքայության ռուսալեզու շրջանակներում այս ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մոտավորապես 1000 հաղորդագրություն Telegram կանալներում նվիրված էին այս հարցին։ Ու այդ 1000-ը քննադատական էր, մեծ մասը քննադատական էին իշխանությունների նկատմամբ, ասելով, որ այս արշավը եկեղեցու դեմ դա կապված է Ալիևի եւ Էրդողանի ցանկությունների հետ, որ իրանք իբր ցանկություն ունեն։ Ինչ եմ ուզում ասել, այս ձևի հուզական հարցեր շատ ակտիվ օգտագործվում են այդ ԶԼՄ-ների մեջ։ Նաև ուսումնասիրությունները հստակ ցույց են տալիս, որ հայերի մեջ Ռուսաստանում փորձ է արվել մոբիլիզացիա կատարել իօքուտ ընդդիմադիր ուժերի ու առաջի հերթին Սամվել Կարապետյանի։ Նույնիսկ այն ռուսալեզու Telegram կանալներում այն հաղորդագրությունները, որոնք կան ցույց են տալիս, որ կոորդինացվում է այդ աշխատանքը իօքուտ Սամվել Կարապետյանի։ Դու գիտեք, որ Telegram-ներում կային հայտարարություններ, որ հավաքագրում են հայերին Ռուսաստանի, իրանք կարող են գրանցվել ու պատրաստել, որ ուղարկեն իրենց, ֆինանսավորել, ուղարկել իրենց Հայաստան քվեարկելու համար։ Ինչն է ստեղ կարևոր։ Մենք լսել ենք մի մասի այդ արդյունքների մասին, բայց մի բանը մենք ենթադրում ենք, մի այլ բան, որ այս ուսումնասիրությունները մեծ ցույց են տալիս այդ տենդենսները։ Քանի որ 1000 կամ 2000 ուսումնասիրել հազարներով Telegram կանալների այդ հաղորդագրությունները ֆիզիկապես անհնար է, բայց արհեստական բանականությունը ուսումնասիրում է ու բերում է պատկեր, որ օրինակ Telegram կանալներում իօքուտ պրոռուսական տեխնացուներից մեկի գնում է կոորդինացված աշխատանք ու փորձ է արվում ազդել Հայաստանի քաղաքացիների վրա ընտրությունների ժամանակ։ Հիմա ինչ է ցույց տալիս այդ վերլուծությունը։ Օրինակ ԶԼՄ-ներում ես առանձին արդյունքների մասին ասեցի, պատկերի մասին։ Հիմա շատ հետաքրքիր է այս մեր ԶԼՄ-ներում պատկերը որն է, ասենք հիշատակում ինֆորմացիոն տարբեր ուժերի ոնց է այդ տոկոսային հարաբերակցությունը։ Դա ցույց է տալիս, որ ինֆորմացիոն դաշտում բավական շատ են հիշատակվում օրինակ քաղաքապայմանագիրը 64%-ից ավել այդ թիվը հիշատակվում է Արմենիա Հայաստան դաշինքը Ռոբերտ Քոչարյանի 8%, 8.5% հիշատակում կա հանրապետական կուսակցության Սերժ Սարգսյանի Բարգավաճ Հայաստանը հիշատակվում է 6%,
Ուժեղ Հայաստանը դեռ քիչ է հիշատակվում, շատ հասկանալի պատճառներով նոր գրանցված կուսակցությունը, բայց ինչ եմ ուզում ասել, այս թվերը ցույց են տալիս ոչ թե ռեյտինգը, վարկանիշը այդ կուսակցությունների, այդ ցույց են տալիս հիշատակումը մամուլում։ Այո, ընդդիմադիր մամուլն էլ քննադատելով պարզը տալիս է անունը քաղաքապայմանագրի։ Ուրեմն գլխավոր հիշատակված ուժերը մեր ԶԼՄ-ներում այս ուսումնասիրությունը ցույց են տալիս նույն քաղաքապայմանագիրը 65% մոտավորապես հիշատակում, նույն Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը, նույն Սերժ Սարգսյանի գլխավորած ուժը եւ Բարգավաճ Հայաստանի գլխավորած ուժը։ Ու դա շատ հասկանալի է, քանի որ ընդդիմադիրների ԶԼՄ-ները բավական շատ են, իրանց տակ գտնվող ԶԼՄ-ները պարզ է, իրանք իրանց մասին են խոսում ու քննադատում են իշխող ուժին, ուրեմն հիշատակումը ուժերի առաջի հերթին անգդում է այս բևեռացված մեր քաղաքական դաշտին, մի կողմից քաղաքապայմանագիր, մյուս կողմից պրոռուսական ուժեր։ Հիմա կարևորագույն մասը մեր վերլուծության, որ նարատիվներն են, որ պատտվում են մեր ինֆորմացիոն դաշտում։ Նարատիվները գլխավոր ու մեծ թվով հիշատակված նարատիվները որն են։ Այ որ այս իշխանության քաղաքականությունը բերում է մեր սուվերենության կորուստի եւ իօգուտ այլ պետությունների։ Խոսում է նրա մասին, որ այս խաղաղության process-ը վստահելի չի եւ ռիսկերը, որ նորից պատերազմ կլինի, շատ բարձր են։ Երկակի ստանդարտների մասին նարատիվը արևմտյան երկրների երկակի ստանդարտների մասին այդ նարատիվը ուժեղ է։ Ուժեղ նարատիվ է, որ այս արևմտյան խաղաղության այս օրակարգերը դրանք այդ գաղտնի ինչ որ բաների հետ են կապված, դա կոչվում է թեորիա Զագավառը։ Դավադրության տեսությունը հետ է կապված։ Բավական մեծ է գրեթե երկրորդ տեղը զբաղեցրեց այն հարցը, որ ոչ կառավարական կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների գործունեությունը դա փաստորեն միջամտությունն է արտաքին մեր գործերի մեջ։ Այո, մենք տեսնում ենք այս նարատիվները հակաարևմտյան, հակաեվրոպական, հակաժողովրդավարական ակնհայտ այս մեր դաշտում կան, բավական շատ են այդ բավական մեծ թվով են այս ձևի նյութեր, որոնք տարածում են, ուժեղացնում են այդ նարատիվները ժողովրդավարության դեմ, Եվրոմիության դեմ, Արևմուտքի դեմ, երկակի ստանդարտների իբր Արևմուտքից եկած եւ հարվածներ հասցված շատ են նարատիվներ, նոր ասեցի, կապված խաղաղության հետ, որ այդ խաղաղության պայմանագիրը վստահելի չի, ռիսկեր կան, որ պատերազմ կսկսվի, որ մենք կորցնում ենք սուվերենությունը աշխատելով նույն Միացյալ Նահանգների հետ, Եվրոմիության հետ։ Մենք տեսնում ենք այդ բոլոր վտանգները եւ նարատիվները կան։ Այդ ինֆորմացիան, որը ես հիմա ձեզ տվեցի, այս ուսումնասիրության հենվելով, որը անցկացրեց Technology Company Repsons, այս ուսումնասիրությունները բավական լավ են տալիս պատկերը մեր ԶԼՄ-ների, ինչ է կատարվում մեր ԶԼՄ-ների մեջ, ու գլխավոր արդյունքներից մեկը ես տեսնում եմ, որ մեր մթնոլորտը ԶԼՄ-ների մեջ չի արտահայտում մեր ժողովրդի տրամադրությունները, քանի որ մեր ԶԼՄ-ների մեջ շատ մեծ է ազդեցությունը պրոռուսական քաղաքական ուժերի, իրանք ունեն մեծ ռեսուրս, օլիգարխների մեծ ռեսուրս ու ձևավորում են արհեստական կամ մասամբ արհեստական օրակարգեր, որոնք հաճախ չեն համընկնում մարդկանց հուզող հարցերի հետ։
այդ ուսումնասիրությունները կշարունակվեն, նոր փուլ կմտնենք 2 շաբաթ հետո, նոր ուսումնասիրություն, քանի որ անընդհատ փոփոխություններ են կատարվում մեր ԶԼՄ-ների ներսում, բայց ակնհայտ նաև երևում է, որ Ռուսաստանում փորձ է արվում օգտագործել հայերին ազդելու մեր ընտրությունների վրա, հավաքագրում ինչ որ գնում է, հավաքագրում ու օգտագործում իօքուտ պրոռուսական անդիմադիրների այդ տենդենսներ մենք տեսնում ենք։ Ես ավարտեցի իմ այսօրվա ելույթը, մինչ նոր հանդիպումներ։